Լսվեցավ։ Այո, բարի լույս։ Բարի եկած եք Աստված բաշտելու իր սրբարաներ ներս, ուրախ ենք, որ գրնանք հավաքվիլ, շաբաթ մի ևս դեսնել Աստծո մեծությունը, անոր զորությունը եւ սրբությունը։ Եկած ենք ոս, որտեւ ան մեզ գանչած է, եւ փառք, որ ան մեզ գանչած է, եւ դագավին կգանչե եւ գնորոքե մեր հոգիները։ Պիտի սկսեմ այսօրվա պաշտամունքը գարթալով Սաղմոս տիվ 84։ Պաստարին վրան պետք է որ երևի մեկ վարյան։ Լսենք անոնք, որոնք կրնան ոտքի գենալ Աստծո խոսքի ադեն, ընթերցման ադեն պիտի խնդրեմ ոտքի գենալ։ Լսենք Աստծո խոսքը երկյուղացությամբ եւ հավատքով։ Ինչպես սիրելի ենք ու բնակարաններդ, ով զորած Տեր, իմ անձս կփափակի ու նաև գմարի Տերոջը սրահներուն համար։ Իմ սիրտս ու մարմինս ցնծությամբ կգաղեն կենթանի Աստծոյն։ Ջնջուկն ալդուն կդավ ու ձիձեռնագը իրեն փույն իր ցակերը տնելու համար, քու սեղաններուդ կով, ով զորած Տեր, իմ թագավորս ու Աստվածս։ Երանի անոնց, որ կուդանդ մեջ կպնագին, անոնք անթաթար քեզ բիդի օրտնեն։ Երանի այն մարդոց, որոնց զորությունը քեզ մե է ու իրենց սրդի մեջ դանդ ջամփաները կան։ Արդասված հովիդեն անցնելով աղբյուրի պես կնեն զանիգա։ Առաջին անցրևն ալ օրտնությունով բիդի ծածկե զանիգա։ Անոնք զորութենե զորություն պիտի երթան, մինչև որ Սիոնի մեջ Աստծո առջև երևնան։ Ով Տեր, զորած Աստված, լսե իմ աղոթքս, ագանջ թիր, ով Հակոբին Աստվածը։ Ով մեր վահանը Աստված, դես ու քու օծյալիտ երեսին նայե։ Վասնզի քու սրահներուտ մեջ մեկ օրը ուրիշ տեղ է հազարեն աղեգի։ Ավելի նախընտրեցի իմ աստուծութանը շեմին վրա գենալ, քան թե ամփարիշներու վրաններուն մեջ բնագիլ։ Վասնզի Տեր Աստվածը արև ու վահան է։ Դերը շնորհք ու փառք պիտի տա։ Փառությունը պիտի չբացեցնե ողորմությամբ քալողներեն։ Ով զորած Տեր, երանելի է քեզի հուսացող մարդը։ Ամեն։ Եկեք իրար հետ երկենք մեր առաջին երգը, երգ թիվ 12, Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես։ Chin siro a sur bianchi
Ամեն։ Եկեք միասնաբար փոխասած ընթերցում ընթերցենք թիվ 2 բաստարին վրա ցուցադրվի պարապանություն առաստված։ Հալելույա, օրհնեցեք Տերը երկնքեն, օրհնեցեք Զանիգա բարձր դեղերուն մեջ։ Օրհնեցեք Զանիգա, ով արեքակ ու լուսին, օրհնեցեք Զանիգա, ով բոլոր փայլուն աստղեր։ Թող Տերոջը անունը օրհնեն, վասնզի ինք հրամայեց ու անոնք ստեղծվեցան։ Օրհնեցեք Տերը երկրեն, ով վիշապներ ու բոլոր անտունտներ։ Լերներ ու բոլոր փլուրներ, բդղածու ծառեր եւ եղևնիներ։ Երկրի թագավորներ եւ բոլոր ազգեր, իշխաններ ու երկրի բոլոր դատավորներ։ Բոլորը թող Տերոջը անունը օրհնեն, վասնզի միան անոր անունը բարձր է, անոր փառքը երկրեն ու երկնքեն վեր է։ O God, who created us in love, O Jesus Christ, who redeemed this world in love, O Holy Spirit, who moves this world toward its God-appointed end, Amen. Խոնարհեցնենք մեր հոգիները, սրդերը գլուխները առաջ Աստծո։ Երկնավոր Բաշտելի Հայր, ինչ սուրբ ես դու Տեր։ Սուրբ ես, սուրբ ես, սուրբ, ամենագալ եւ ամենահզոր, արարիչ եւ ստեղծիչ, որ էիր եւ ես եւ թերբիդիկաս։ Փառք ու դանքեզի ով Տեր, քու մեծությանդ, վսեմությանդ, փառք ու դանքեզի որ դուն ստեղծեցիր մեզ, որբեսի գրնանք քեզ ճանչնալ, քեզ ճանչնալով քեզ բաշտել եւ փառավորել։ Շնորհակալ ենք ով Տեր քու բոլոր փառիքներուդ համար որ գնես մեզ համար։ Քու ողորմությանդ, շնորհքիդ, մարդասիրությանդ։ Ինչ մեծ ես դու Տեր։ Եկած ենք քեզ երկրպագելու, եկած ենք քո անունդ բարձրացնելու, քեզ փառավորելու, թավանելու, որ դու ես միակ ճշմարիտ Աստվածը, դու ես արքաներուն արքան, թագավորներուն թագավորը, դերերուն դերը եւ միակ գենտանի ողջ եւ ճշմարիտ հավիտենական Աստվածը։ Փառք ես Տեր քո էությունդ համար։ Սուրբ ոգի Աստված, շնորհակալ ենք, որ մեր մեջ կգործես, կխնդրենք հիմա քեզ մե որ քու ներկայությունը հատնես հոս, Տուն առաջնորդես ասպաշտամունքը, Տուն վերանորոգես մեր հոգիները, մեր մտքերը, մեր սրդերը, եւ մենք դառնանք գենտանի զոհեր քեզ համար, որ գրնանք ասել, ինչ մեծ ես Տուն ով Տեր։ Քեզ մեկը խնդրենք աս ամենը։
հավատքով, համարձակությամբ։ Շնորհակալ եմ, Տեր, օրհնե ամեն մեկս եւ առաջնորդե մեզ հիմա։ Այս ամենը կխնդրենք քու որդի Սուրբ անունով։ Հալելույա, ամեն։ Գրնակ նստիլ։ Շարունակենք երգել հաջորդ երգը «Ով Հիսուս բաստարին վրա եմ»։ Մեկ վարգյան ժամանակ տամ ձեզի լուրության մեջ, ձեր աղոթները բարձրացնեք, պատրաստեք ձեր սրտերը եւ վերջը գաղութենք միասնաբար։ Փառավորյալ Սուրբ Երրորդություն, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի Աստված, փառք եւ բադիվ եւ գոհություն ամենը քեզ գվայլե։ Փառք ես Տեր, փառք եւ հազար փառք Որդուն գաս ով Տեր։ Փառք ու անցիդ, Փառք Սուրբ Երրորդության։ Շնորհակալ ենք Հայր Որդուն մեզ սկիզբեն զադածես։ Շնորհակալ ենք Հիսուս Քրիստոս Որդի Աստծո Որդուն Աստծո ծրագրած բրգագործությունը գադարեցիր գումարնովդ։ Եկար աշխարհ, խոնարհացար, մարդացար, Ապրեցար գադարյալ կյանք, ցույց տվիր մեզի Աստծո թագավորությունը եւ թե ինչ է իսկական սերը, չարչարվեցար մեզի համար, խաչվեցար մեր մեղքերուն ներումին համար, դահվեցար եւ ապա հարություն արիր երրորդ օրը նոր կյանք տալով մեզի։ Շնորհակալ ենք ով Տեր։ Եվ շնորհակալ ենք Սուրբ Հոգի Աստված, Որդուն գերաշխավորես մեզ,
թե մենք Աստծո ժառանգորդներն ենք։ Ո ինչ հրաշք մեծություն է այս։ Ձարավ ենք քեզ ով Տեր։ Ձարավ ենք տեսնելու քո զորությունն, քո մեծությունը։ Քաշե մեզի քո մոդդ ով Տեր, թող որ մտնենք հիմա քո ներկայությանդ մեջ։ Շնորհակալ ենք որդիդ Արիան եւ Մարնին, որ ճամփան բացավ, որ գրնանք մտնել քո ներկայությանդ մեջ։ Բայլել քեզ, ջաշակել քեզ գենաց հացեն, ունենալ գենտանի ճուրը, խմել կյանքի աղբյուրեն եւ այդ ճուրով մեր կյանքերը նորոգվին եւ մեզ մե բխի նոր կյանք։ Սուրբ Օքի Աստված, հիմա մենք աղոթենք ու խնդրենք քո միջամտությունը։ Խնդրենք, որ Տուն կործես մեր մեջ, որ մեր խոսքերը, աղոթքները, կարոզը ըլլան քուգդ, Աստծո հոգիով ներշնչված։ Եվ որ թող ինչ որ ալ պիտի ինենք հոս նույնիսկ մեր լրության մեջ, քո ներկայությունը տեսկանք, թբիր մեզի ով Տեր, փոխե մեզ։ Մենք ուզենք մեր ամբողջ սրտով, հոգիով, էությամբ եւ մտքով քեզ սիրել։ Հայտնե մեզի քո սերտով Տեր գրգին անգամ, որովհետեւ գրնանք քեզ սիրել եւ քեզ բարավորել եւ քեզ սիրելով մեր չորս կողմինները սիրել։ Ով Տեր նաեւ եկած ենք խոստովանելու մեր մեղքերը, այն մեղքերը, որ կործած ենք մտքով, խոսքով կամ կործով։ Գամա թե ագամա, գիտությամբ թե անգիտությամբ, ներե մեզի ով Տեր, ներե մեզի, որ չենք հնազանդած քո խոսքի ճշմարտավես, ներե մեզի, որ անցնասեր կդառնանք, ներե մեզի, որ մեր մասին միան կմտածենք եւ չենք խորիր երբեմն ուրիշին մասին։ Ներե եւ ողորմե մեզի ով Տեր քո արատ ողորմությամբ եւ շնորհե մեզի մեղքեր ուներում եւ թողություն։ Շնորհակալ ենք ով Տեր, որ Տուն գներես անոնց, որոնք ուքան քո առջևդ խոստովանելով իրենց մեղքերը։ Շնորհակալ ենք, որ Հիսուս Քրիստոսով մեր մեղքերը ներված են մեզի։ Փառք ես Տեր Հիսուս, փառք որ գներես մեզ։ Նաև գաղութենք Տեր այսօրվա բաշնամունքին, բոլոր ներկաներուն համար, անոնք եկած են քեզ լսելու ով Տեր, քեզ ավելի մոտենալու, քեզ մով լեցվելու, քո խոսքովդ գշտանալու, քեզ մոտենալու, մխիտարվելու, զորանալու, Տուն գրնաս աս ամենենելով Տեր, ես գիտեմ եւ գավադամ, օրդն է ամեն մեգանց որ հոսը։ Դուր անինչին, որ իրենք պետք ունին, Տուն մեզ մելավ գիտես, թե ամեն մեկես ինչի գարիք ունի, սիրո, սպոպանքի, հանգստության, խաղաղության, թերևս ալ հանդիմանության։ Օգնե մեզի ով Տեր, որ դարձիկանք եւ քեզ գտնենք կրկին։ Նաեւ գաղութենք ով Տեր մեր հիվանդներուն համար։ Շնորհակալ ենք, որ գբժշկես։ Շաբաթ առ շաբաթ գաղութենք եւ դու օր առ օր գբժշկես։ Փառք ես Տեր։ Բժշկող Աստված։ Խնդրենք ով Տեր շարունակես բուժել մեր հիվանդները։ Լանադոնք ֆիզիկապես հիվանդ, մտայնապես, հոգեպես
Խնդրենք քո ողորմությանդ մեջ ով Տեր, քո սիրույթ մեջ բժշկես։ Աղոթենք սկավորներուն համար, խնդրենք որ սփոփես իրենց հոգիները, զորացնես իրենց քո խոսքով, քո հոգիդ ներկայությամբ։ Նաև գաղութենք ով Տեր խաղաղության համար, աշխարհի մեջ, Միջին Արևելքի մեջ, Եվրոպայի մեջ, մեր երկրի մեջ, Հայաստանի մեջ, խնդրենք որ խաղաղության իշխան կործես մեր մեջ, որպեսզի մենք ըլլանք խաղաղության միջնորդներ, ոչ թե ադելության կամ նեղության կամ պատերազմի միջոցներ։ Քո գարիքդ պետք ունենք ով Տեր։ Շնորհակալություն կհայտնենք մեր երկրին Կանադային համար, որ դու մեզ գուտաս խաղաղ մթնոլորտ հոս, բարք ուտանք քեզ անոր համար ով Տեր։ Գաղութենք այս երկրի ղեկավարներուն համար, աշխարհիկ թե հոգևոր, որ իրենց առաջնորդես քո ջամփաներուդ մեջ։ Եվ նույնը կցանկանք մեր երկրին հայրենիքին համար, նամանավանդ հիմա ով Տեր։ Կխնդրենք, որ մեր աշխարհիկ ղեկավարները, երկրի պաշտոնյաները սերով լեցվին, հաշտության հոգի ունենան, ոչ ադելության, վրեժխնդրության, քո արդարությանը ջամփաներուն մեջ քալեն ով Տեր։ Քաշե իրենց քո մոտը հրաշագործ Աստված։ Գադարե այն, որ մենք զարմանանք։ Այև գաղութենք մեր հոգևոր գղերականներուն համար։ Այս բահուն կխնդրենք ով Տեր, որ զորացնես իրենց, զուս պահես և քու սիրովդ լեցնես, որպեսզի կրնան քեզ արտացոլալ, որ քու անունդ փառավորվի Հիսուս Քրիստոս, չենք ուզեր փառավորել այլ բաներ, եկեղեցի, ազգ կամ չգիտեմ ինչ, ուզենք տուն երևիս մեր մեջ են, տուն փառավորվիս և քու անունդ երևի։ Օգնե մեզի ով Տեր, որ փարիսեցիներուն չնմանինք, իբրև ժողովուրդ նաև, իբրև գղերականներ, ուզենք մաքուր սրտով քեզ բաշտել, տուն, միան տուն և մեր աչքերը քու վրա դլան, և այն ադեն տուն պիտի լսես մեր աղոթքները։ Ով Տեր գխոնարինք զնգաչոք քո արջևդ մեր հոգիներուն մեջ հիմա, կաբաշխարենք և կսենք ով Տեր ները մեզի իբրև ժողովուրդ մեր մեղքերը, իբրև հայություն, մեր հբարդանքը, օգնե և զորացուր մեզի, որ դարձի կանք և քեզ գտնենք։ Վերջապես կաղոթենք այս պաշտամունքին համար ով Տեր, օրհնե մեր պատգամաբեր եղբայր Պատվելի Մարտիրոսը, թիր քու խոսքերը դիր սրդին մեջ, հոգիդ զորությունով օձեզինք, որպեսզի երբ որ իր բերանը փանա, քու խոսքերը թրջակվին, քու ճշմարտությունդ, մեծությունդ և էությունդ երևի։ Lord God, we come before you to express our love and gratitude. You are worthy of every praise and honor. Thank you for your goodness, for your Son, sacrificing his life, for your Spirit that indwells within us. Transform us, renew us again, O Lord. Create in us the heart of Christ and the mind of Christ. We come before you in humility. We surrender all that we are and who we are to you now. May you touch us and transform us. In your holy name we pray. Հայր որդի և Սուրբ Հոգի. Հալելույա. Ամեն. Շարունակենք պաշտամունքը երգելով մեր հաջորդ երգը, երգտիվ 241, այսօր այգիս մեջ գործե։ Բաստարին վրան կտեսնեք երգը։
դաշտի թե քաղքի մեջ մեզի հասնելով թե լսենք և թե ոչ անդադար ոգնելով այսօր այգիս մեջ գործեր գանչե օցայնին հնազանդը հլանք մեր անդադար օրհնություն գիս մեջ գործեք սորայքիս մեջ գործեք Ամեն Ուրախ ենք այսօր, որ մեզի հետ կգտնվի մեր քույր եկեղեցիեմ, Մոնտրեալի հայ ավետարանական եկեղեցիեմ, Բադվելի Մարտիրոս Էլենջյանը։ Ուրախ ենք, բարի եկած ես, շնորհակալ ենք Բադվելի այս առիթին համար, որ գուզես մեզի հետ բաժնեկցիլ Աստծո խոսքեն։ Բադվելին պիտի կարոզե մեզի նույթ ունենալով աշակերտություն Քրիստոսի և Աստվածաշունչի Առնված Ղուկաս ավետարանեն 5-րդ գլխուն առաջին 11 համարները։ Եկեք լսենք Աստծո խոսքը երկուղացությամբ։ Նախ եւ առաջ գողջունեմ ձեզ Քրիստոսի բադվական անունով եւ միևնույն մեր բարևները Մոնտրեալի հայ ավետարանական եկեղեցին բարևները գուզեմ ձեզի հաղորդել ուրախ ենք որ այսօր ձեզի հետ միասին ըլլալու ուրախությունը ունեցա դարիներ առաջ ինչպես որ եղած էր ունիմ բարեկամներ սիրելիներոս որոնք ինձ ծանոթ են, գանա և թեմքեր, որ շատ ծանոթ չեմ իրենց, բարի եկած եք բոլոր տալ դերոջը ներկայությունը վայելելը դերունական այս օրհնյալ առավոտյան մեջ։ Մենք եկած ենք ընտանիք 6 հոգիներով Մոնտրեալեն հարսանիքի համար։ Սակայն ինձ համար այս հոգևոր հարսանեկան ուրախությունը դերոջը տան մեջ շատ ավելի իմաստալից է և օրհնություն, քանի որ անոր ներկայության մեջ, անոր սիրուն և ողորմության ու փրկության ուրախությունը մեր սրտերում մեջ կա։ Դարիներ առաջ 1965-ին, երբ առիթ տրվեցավ մեզի Աստվածաբանական դպրոցի աշակերտներուն միասնաբար Երուսաղեմ և Գալիլեայի ծովի շրջանները բդդելու մեր ուսուցիչներով, պրոֆեսորներով ավոր խումբ մնեինք և եթե չեմ սխալիր Մարոմ Միհրան Ջիզմեջյանն ալ մեջը գրնա եղած ըլլալ, այո, արդեն գպաստե ադիգա Այս շրջանին ուրեմն ունեցած այդ դպավորությունս ինձի հիշեցուց և կարդացվեցավ Ղուկաս ավետարանին 5-րդ գլուխեն։ Ինքսինքս հոնս զգացի դեղույն մեջ։ Եվ այսօր ուրեմն այդ հիշադակներու դպավորության մեջ ուզեցի նկատի ունենալ Հիսուսի ուրեմն դված այցելությունը Գալիլեայի ուրեմն ծովափին շուրջը իր ունեցած ընկերներով, աշակերտներով և ժողովուրդով։ Ինչպես Հիսուս Գալիլեայի ծովու շրջանը այցելեց, ժողովուրդը եկավ զինքը լսելու գսե։ Այսօր ալ դերոջը խոսքը, որ քիչ առաջ կարդացվեցավ,
դերը գայցել է մեզ, ոչ թե Քալիլիայի մեջ, հաբա նաև Թորոնտոյի մեջ, եւ անոր ներկայությունը մենք կզգանք, երբ որ կլսենք անոր ցայնը, եւ մեր ցայները անոր լսելի կդարձնենք, մեր երգերով, մեր աղոթներով, եւ ասկան մեզի դերոջ ներկայության ուրախությունը գուդա, եւ այդ դպավորության մեջ է, որ մենք ավելի դերոջ ներկայության մեջ կզգանք։ Եվ այդ շրջանին, երբ որ ժողովուրդը հավաքվեցավ իր շուրջը, Հիսուս սկսե ամեջապես հոն գտնվող Պետրոսի նավուն մեջը ցատկեց, մտավ։ Հավանաբար գրնար առանց նավուն մեջ մտնելու, եզերքեն խոսել ժողովրդին ինչպես շատ անգամ խոսած է, բայց Պետրոսի այդ քորձը ուներ։ Եվ այդ ընթացքին, երբ որ գխոսեր եւ գսորվեցներ անոնց այդ նավուն մեջ են, Հիսուս զորավոր սորվեցնողն էր։ Եվ իրապես մեր քարոզները, որոնք Քրիստոսի վրա հաստատված են, սորվեցնելու համար է։ Եվ պետք ունենք դավականորեն սորվելու իբրև Քրիստոսի աշակերտներ։ Եվ այդ շրջանին դեսավ Հիսուս միևնույն որ այս նավակին հետ միասին Զեբեդեոսի որդիներուն նավակն ալգար, որոնք կսպաղեին ցգնորսությամբ։ Սա լսենք, որ Գալիլեայի շրջանը բդղափեր շրջանն է, դեպետ ծովու մակերտագեն 680 ոտք ավելի ցած է, լեռներով շրջապատված եւ միևնույն ցգնորսությամբ արատ գերբով աշխատող ցգնորսներ կային։ Եվ ցգնորսությունը բավական հինեն եկած արհեստն է, որ մարդիկ իրենց հացը կհայթայթեն ադով։ Եվ Կանադայի մեջ ալ ցգնորսությունը քիչ քորտ չէ։ Կանադայի Ատլանտյան կողմը, Պասիֆիկի կողմը, Արկտիկի հյուսիսային կողմը եւ մանավանդ մեծ քեդերու, Great Lake-երու շրջանին հսկայական ցգնորսության կորց կա։ Եվ գսվի, որ իրեն ցգնորսության 175-ը գարդակսեն, էքսպորտ կնեն։ Մեծ այսինքն կորձ է իրենց կորզարաններով եւ իրենց արդատություններով։ Ուրեմն երբ որ Հիսուս կխոսի խոսքին մեջ ամիջապես գսե որ Պետրոսին նավը թևի խորուն գդար, այսինքն փացվե եզերքեն, քիչ մոտ փացվե եւ ուրգանները ծովն է դե, դեպետ լիճ մնե Կենեսարետի լիճը, սակայն ծով կոչեն։ Պետրոս հոն գրնար հագարագիլ Հիսուսի սելով, որ ցուկ որ սալու համար թուն ինձի թաս պիտի դաս, ես ցգնորսության վարվետ եմ, ցգնորսությունը իմ կորձս է, իսկ քու խոսքդ վարդապետություն է, ցկե որ ես իմ ցգնորսությունս ունեմ, թունալ քու վարդապետությունդ, սակայն Պետրոս լուր կգենա, եւ գսե փոլոր քիշերը աշխատեցանք եւ ցուկ չփռնեցինք, բայց քու խոսքիդ համեմատ ես պիտի ունեմ գսե, քու գամքդ պիտի ունեմ, սակայն գարձես թե գես համոզված։ Ինչու գես համոզված, ինչու գասկած մգա Պետրոսի մեջ, որ քու խոսքիդ համեմատ պիտի ունեմ, ոչ թե իմ գամքիս համեմատ։
Հետաքրական ուրիշ գետ մգահոս, որ Պետրոս իր խոսքովը գարդահայտե, գսե բոլոր քիշերը աշխատեցանք ու չբռնեցինք։ Ինչ կնշանակի աս։ Անոնք, որոնք ցգնորսությունը իբրև քովնդի, այսինքն ըսպաղումը ըրած են, քիչ թե շատ գիտեմ, որ կան ցուգեր, որ միայն քիշերը կբռնվին։ Կան ցուգեր, որ ցերեկ կբռնվին։ Եվ քիշերը բռնվող ցուգերը լուսնի լուսով կբռնվին։ Ես ծովեզերք դեղ ապրած եմ եւ դասած եմ հազարավոր ցգնորսներ, որ քիշերը իրենց լապտերներով, նավակներով ծովուն մեջն են։ Եվ ես բզդիկ էի, չէի հասկնալ, որ այս մարդիկը քորդ չունին, ցերեգը եւ քիշերը հավաքվել են ցուկ կորսան։ Եվ վերջը հասկացա, որ լուսնի լուսով ամենադեմ լուսինը չլար, բայց երբ որ լուսինը լա, բայցար ցուգերը վեր գելան։ Եվ ավելի թյուրությամբ անոնք կհավաքվին։ Գիտնալով ասիգա Պետրոս, որ ասիգա այստեղը մանավանդ քիշերը ցուկ կորսացվի եւ Հիսուս կսե որ ուրգանները նեդե ցերեկ աչքով։ Ասիգա անգարելի բան է գսե, բայց քո խոսքի համեմատ ասիգա բիդինեմ։ Իհարքանք Հիսուսի, քանի որ գճանչնային զինքը իբրև վարդապետ, իբրև ուսուցիչ եւ երբեմն ալ հրաշքներնով։ Եվ երբ որ Պետրոս կհնազանդի անոր, գես համոզված, ինչպես երբեմն մենք ալ գես համոզված կերպով գմոդենանք Աստուծո, լման համոզում թեր չենք քոյացուցած մեր կյանքերում մեջ։ Եվ ասոր վրայով ավոր երկ մգա գես համոզված դու մի ուշանար եւ Քրիստոսի գոչին անհոգ մի ըլլար։ Եվ այս բարականերում մեջ ուրեմն Հիսուս երբ որ իր խոսքերը գտեսնե որ կգադարվի, անմիջապես ցուգերը կհավաքվին։ Եվ այնքան շատ կերպով ցուգ կհավաքվի, որ իրենց ուրգանը բادرելու աստիճան եւ Պետրոս աչք կնե Զեբեդեոսի որդիներուն, որքան եւ օգնեն, որպեսզի ուրգանը չբادرվի։ Ուրգան անգամը որ բادرվի, բոլոր ցուգերը գերտան։ Շուրին դագը եւ իրենց բոլոր աշխատանքը Հիսուսի հրաշքն ալ մեջտեղեն գործվի։ Եվ ասիգա շատ կարևոր գետ մնե Հիսուսի ուրեմն բադվերին անսացող մարդոց անոր խոսքին հնազանդիլ, այո, սակայն միևնույն ադենալ այդ ցգնորսներուն իրարու միջև ունեցած կորձակցության։ Եթե չկորձակցեին, ուրգանը պիտի բادرվեր։ Եթե չի պիտի գրնային այդ ահագին ցուգերը հավաքել։ Եվ երբ որ ասիգա գբադահի այդ կորձակցությունը մեջտեղ գուքա, այն ադենն է որ ցուգերը կհավաքվին։ Սիրելիներ, Հիսուսի ըրած այս հրաշքը անշուշտ դեսանելի բան մնե, ֆիզիկական բան մնե, սակայն ասոր մեջ հոգևոր իմաստ կա, այն իմաստը, որ մենք եկեղեցիին մեջ Աստծո խոսքին համեմատ գհնազանդինք անոր բադվերներուն, եւ ոչ թե միայն գհնազանդինք, հաբա նաեւ գկորձակցինք, ինչ բանի համար գկորձակցինք հոգիներու փրկության համար, որբեսի ինչու համար գկորձակցինք, որբեսի ուրգանը չբادرվի, հոգիներ չգործվին, մեր անկորձագից ըլլալուն պատճառով,
Մենք շատ անգամ մեր անձնական շահերը կփնտրենք, անձնական մտայնությունները, անձնական տեսակետները, անձնական խորհուրդները, այո, ամեն մեկս ունենք մեր անձնական խորհուրդները, երբեմն եկեղեցի մեջ կրնա ըլլալ, ես չեմ լսած անակպամը անշուշտ ծեր եկեղեցի մասին, բայց կրնա ըլլալ երկուքի բաժանում մտայնության ամեն մեկը իր կամքը կործատրելու համար, սակայն գա նաև հոգիներու փրկության շահը, որ Հիսուս հոս մեզի կներկայացնե, հոգիներու փրկության շահը, որ ասիկա ովևէ մեկուն շահ չբերեր, բոլորը Քրիստոսի համար է, Աստծո համար է, եւ այն կործակցությունը մեր հոգիներուն փրկության միջոց կլա։ Ուրեմն երբ Քրիստոսի գաշագերդենք, անհրաժեշտ հնազանդությունը եւ անհրաժեշտ կործակցությունը կա։ Երկրորդ, այս ցուգերը հավաքվել են վերջը Պետրոս եւ իր ընկերները ուրախ ըլլալու դեղ, Պետրոս կարծես թե դխուր վիճակում ունի։ Ինչ եղավ քեզի Պետրոս, դու փորձառու ցնորս ունեիր, ինչ բադահեցավ, որ ասանք Հիսուսի ոտքերուն արջևը գինաս, եւ Հիսուս դեսավ Պետրոսը, որ գսե իրեն, դեր ինձ մե հերու գեցիր, ինչու, ես մեղավոր մարդն եմ, ով ասա, որ ինքը մեղավոր է, Հիսուս ասանք պամը չսավ իրեն, բայց դերոջը սրբությունը, դերոջը աստվածությունը, մեսիայի արջև եղած ըլլալը ինքը դեսավ, իրեն համար անգարելի եղող քիշերը որսացվելիք ցուգը ցերեկ աշխով որսացվեցավ եւ ցուգերու բազմությամբ։ Խնդիրը միայն ցուգերու ուրեմն հրաշքը չէ, հապա քիշերվան որսացվելիք ցուգին ցերեկ աչքով նաեւ որսացված ըլլալն է։ Եվ այս պարականերում մեջ Պետրոս, որ գգարձեր Հիսուսը իբրև մարգարե, ուսուցիչ, դեսավ, որ մարգարեյե մոբած մեկն է, դերոջը մեսիային արջևն է, և դեսավ այն ադեն, որ իր փորձառությունը զերո է, և Աստուծոմը ներկայության արջև գտնվելու իրականության հետ թեմ արդեմ եկավ, և հոն արդեն ըսա, որ ինքսինքը ես կգործվիմ, ինչու, քանի որ մեսիան դեսա, Աստված պիտի զարնե ինձի, դեր հերու գեցիր ինձ մե, քու ներկայություն զիս պիտի ըսպաննե ըսել ուզեց, և ասիկա բադահած է 5 դագարանի մեջ, և երբ որ դեսած են Աստծո ներկայությունը, և ոմանք իրենց կյանքերը գործընծուցած են։ Այս բարականերու մեջ ուրեմն Պետրոս կտեսնե, որ ինքը Աստծո սրբության առջև անսուրբ մեկն է և մեղ կործած է իր ավելի փորձառու ցգնորսմը ըլլալու դեսագերը և հոն գխոնարի գնդունի իր մեղքը երբ աշակերտություն գնենք Քրիստոսի հոն բադահած ուրեմն յանքի անդրադարձ մգա անգյունադարձ մգա եթե մեկը իրապես կսե որ ես Քրիստոսի աշակերտն եմ և մենք կհավաքվենք հոս իբրև Քրիստոսի աշակերտության և եթե գունենանք այդ անգյունադարձը երանելի եք սիրելիներ այդ երանելությունը հարսանեկան ուրախություն է այդ ուրախությունը երկնային կյանքի հավիտենական կյանքի ուրախությունն է որ կսկսի այս աշխարհեն Եթե այդ ուրախությունը չենք ունենար, այդ անդրադարձը, այդ անգյունադարձը չենք ունենար, մենք
լման համոզված չեն գլար, գես համոզված գլանք։ Սակայն Հիսուս ինքը հոն չծկեց, ինքը որ ինգավ անոր ոտքերուն առջև, ինչը սավ Հիսուս իրեն, մի վախնարը սավ, մի մտահոգվիր, քաջությունդ մի գործընծներ, թուն ոչ թե ցուգերու, հաբա հոգիներու փրկիչ պիտի լաս, հոգիներու ազատող պիտի լաս, հոգիներ ազատող փրկող մեկը պիտի լաս։ Եվ ադոր վրա ինչ եղավ։ Թե Պետրոս եւ թե իր ընկերները դեսան այս զարմանալի երևույթը, զարմանալի հրաշքը, ոչ թե միայն ֆիզիկական ցուգերու հրաշքը, հաբա Աստուծո ներկայության հրաշքը իրենց կյանքերուն մեջը եւ այդ փոփոխությունը այն հավատքը, որ իրենք ունեցան դերս իրենք բոլորովին փոխեց եւ դվավ անոնց այնպիսի ուրախությունը, որ ցկեցին իրենց ուրգանները, նավակը, ցուգի շահերը, ամեն բան եւ հետևեցան Հիսուսի։ Այսօր վրա սկանչելի յուղաներկ մշնված է, գնալ որ ցեզ մե ոմանք դեսած լանասիգա, երկու նավեր Գալիլեայի ծովեզերքը գեցած, թողված Պետրոսի եւ Հովհաննեսի կողմէ եւ անոր ցգնորսները հերացած ենանգ է։ Այս երկու նավերուն նկարը ինձի շատ բան կսորվեցնե։ Ես կտեսնեմ, որ ավելի մեծ հրաշք է այդ նավերուն քոյությունը, որ թողված է հավատքի դեր անձերու, որոնք իրենց կյանքերը Քրիստոսի նվիրած են։ Եվ ավելի մեծ հրաշք է այն անձերուն Աստուծո նվիրված ըլլալը դեսնել, քան թե ֆիզիկական ցուգերուն հրաշքը։ Եվ այս տեսակ հրաշքներու Աստուծո սրբության հավատացող եւ իրենց անքերը անոր նվիրելով, անոր յետևեն քացող անձերուն։ Այսօր զուգահեռ ուրիշ պատմություն մը գտեսնեք Սուրբ Գրքի մեջ, որ բադահած է։ Քիչ մը թյուրացնեմ 5 դագարանի մեջ։ Քիչ մը ևս թյուրացնենք Եսայի մարգարեության մեջ։ Եսայի մարգարեության 6-րդ գլխում մեջ ինչ կսե Եսայի մարգարե, Ոզիա թագավորին մեռած դարին դերը դեսագս է, դաջարին մեջ իր քղանցքը ամեն կողմ դարածված էր գսե, և 6 հրեշտակներ գթրչեին անոր շուրջը, երկուքով ինչ կնեին աչկերնին գքոցեին, երկուքով ոտկերնին գքոցեին և երկուքով ալ գթրչեին, և գերքեին գսե, ինչ գերքեին, այս արավոտ թուկ այդ երկը երկեցիք, Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորաց դերը, Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորաց դերը գսեին, և այնքան զորավոր գերքեին, որ գեցե դաջարին հիմերը գշարժեին, Եվ ես կսե Եսայի մարգարե հոն դեսա, որ Աստուծո ներկայության մեջն եմ եւ ես վախցա կսե ու դեսա, որ պիտի գործվիմ։ Նույն փորձառությունը, որ Պետրոս ունեցավ։ Եվ սակայն կսե այն հրաշտակները մեկը ունելին առնելով գրակմա արավ եւ իմ շրթունքներուս թվավ գսե, քանի որ
մարգարեն ըսավ, որ ես բղզաշուրթն մեկնեմ, և բղզաշուրթն ժողովրդի մեջ կաբրիմ, ես պիտի գործվիմ, և սակայն ցայն մեգավ իրեն և գսե, ով պիտի երթա ինձի համար, իմ ժողովրդիս փրկության համար, և Եսային չսավ, ես կերտամ, ճիշտ Պետրոսի և իրեն գրնողուն պես, Հիսուսի ետևեկացին, և Եսային ալ, նույնպես իր յանքը նվիրեց դերոջը ներկայության մեջ իր մեղավոր ըլլալը, իր անցավոր ըլլալը, իր հողեղեն արարած ըլլալը, իր Աստուծո կողմէ ստեղծված ըլլալը, ջանչնալով, այդ ջանաչողությունը ամենամեծ հրաշքն է յանքի մեջ, դերը այս ջանաչողության փոլորսալ արժանի ընե և այդ ճանաչողությունը բահելու համար մեզ հնազանդ և ինչս ինք կործակցող ընե չլա որ ուրգանը բադրվի և հոգիներ գործվին դերը մեզ այս գիտակցության ավարտի մեջ բահե և օրտնելով օրտնեցես դերոջ փառքին համար ամեն Շնորհակալ ենք պատվելի այս խթանիչ կարոզիտ համար և մեզի ետ անդրադարձնելու, որ գիտակից պետք է ելանք. Allow me in 5 to 7 minutes to summarize what the message was in English. The message was taken from the Gospel of Luke, chapter 5, verses 1 to 11. I would like to read it so we all hear God's word. Jesus calls his first disciples. One day, as Jesus was standing by the lake of Gennesaret, the people were crowding around him and listening to the word of God. He saw at the water's edge 2 boats, left there by the fishermen, who were washing their nets. He got into one of the boats, the one belonging to Simon, and asked him to put out a little from shore. Then he sat down and taught the people from the boat. When we had finished speaking, he said to Simon, "Put out into deep water and let down the nets for a catch." Simon answered, "Master, we've worked hard all night and haven't caught anything. But because you say so, I will let down the nets." When they had done so, they caught such a large number of fish that their nets began to break. So they signaled their partners in the other boat to come and help them, and they came and filled both boats so full that they began to sink. When Simon Peter saw this, he fell at Jesus' knees and said, "Go away from me, Lord, I am a sinful man." For he and all his companions were astonished at the catch of fish they had taken, and so were James and John, the sons of Zebedee, Simon's partners. Then Jesus said to Simon, "Don't be afraid. From now on, you will fish for people." So they pulled their boats up on shore, left everything, and followed him. Blessed be God's word. Lord, touch us with your word. Make us be your disciples. In your name I pray. Amen. Pastor Elene Jian told us that through this passage, we could see 2 lessons.
The whole message is about discipleship and following Jesus. There's discipleship to Jesus and to his word. He says, as back in the day when Jesus was in Galilee, he preached and he talked and people listened to him, today we do the same. We come, we read his word, that's where he's talking to us, and then we have a response to that. So the same is happening to us today, so open your ears carefully to what Jesus had said and is saying. He saw Simon working, doing his regular thing every day. He used to fish. We do other things. Some of us do fish, maybe, fishing. But whatever that Simon was doing in his everyday life, Jesus comes to him. And he sits in his boat. I just want to reflect there. Peter didn't say, or Simon back there, he didn't say, get out of the boat. What are you doing in my place? He watched, he listened, he was observant. And then Jesus told him, after he spoke to the people, said, go into the deep to catch some fish. Knowing that Simon, the whole night, the day before, he had fished, tried to, and caught nothing. So he has a half hesitation to obey or not obey, and he says, but yesterday I went a whole night, probably from 8 p.m. until 4 a.m. Didn't catch a single fish. Now you, who don't know anything about fishing, you're going to tell me how to fish? But there is some sort of a half acceptance and saying, but because two things, according to your word and because you said so. Because you said so, he says, I will do. So they go into the deep. So what do we understand from this message in the beginning? We get the first lesson. We, as followers of Jesus, have to be obedient to listen to God's word. Sometimes we hear it, but we can't grasp it. We let it pass. So first thing is obey. Listen. And then when he obeyed, what happened? A large number of fish they caught. A large number of fish. So obedience leads to a physical miracle, or a blessing, we may say. Now, this miracle has been seen by everyone, but the message is in the spiritual context. Buzz Valley told us that when we obey to God's word and to Him, we're participating, we're collaborating, we're working with Him. Not that God needs us or He can't do it. That's not the point. But God is calling us to show our faithfulness to Him and to His word and participate with Him in saving people. We can't save people. And thank God that we can't, because we'll be selective if we do so. But we're participating in God's salvation that comes through Jesus Christ and what He has done on the cross. God is calling me and you, as He called Peter and others, to do miracles so people can be saved. So by what you do, when you bring a person with you into the church, when you read the word with them, when you pray for them, or whatever aspect you're doing in your spiritual walk, that contributes to drawing people into Jesus so He can save them. So the first message is that people have obeyed. Simon Peter obeyed. They went and they saw the miracle. And what happened then? He called his partners and said, "Come help me. My boat is sinking because there's too many fish in it."
What a miracle! And the same happens when not our will is acting in our lives, but God's will is acting, and we're obeying and we're bringing people to Him so He can save. So first message is obedience. The second message is our realization that with whom we are collaborating. Because after they catch the fish, Simon says, "Lord, go away from me, I'm a sinful man." But Veli told us that because Peter did not only see a miracle worker, but he saw the Messiah of God. In other words, he realized that he is standing before the holy, almighty, supreme God. And he realizes that. And then he kneels down, falls on his face. No one can encounter the holy God and not bow his knees and fall on his face before Him, because He's so holy, and only then we recognize that we are sinners and how merciful He is and what is He calling us to do. Only in His presence we realize that, and that's a turning point. That's a turning point to understand where is my relationship with God and what God wants to do through me or you. You don't have to be a perfect man, so God calls you. God calls sinners and transforms them so His glory might be seen. So I'll close down. What we see is the following. Imagine you need financial help, and you try everything you can to get that money from somewhere, and nothing happens. And then suddenly someone comes and tells you, today you go buy the lottery. And you say, what lottery? He says, yes, just go do it. And you go to buy the lottery, and the next day you win. And what do you do then? Take the money and spend it? No, you leave all that money and follow the man who told you go buy the lottery. That's what happened. Peter realizes that Jesus is more important than all his worth, all his life. He lets everything, the boat, the nets, the fish, and he follows Him. And Jesus then says to him, now don't be afraid. You're not going to go fish for fish. You're going to fish for man. I'm going to make you one of my disciples so you can participate in bringing people to salvation. And He's calling every single one of you and me, if we are true followers of Jesus, to obey His word and participate. Think today about the word participation, to collaborate, to participate in the work of salvation. What an honor. I am not worthy to do that. But God, in His grace and love, calls me and you to do that. So pray for someone today. Interact with them. Share the message, what you've learned, what you've heard, and make someone come to Jesus. Because that's the joyful day of someone's life, the most joyful day. Let's pray. Holy God, what an awesome and wonderful God you are. You call us from darkness into light, from death into life. And not only that, you call us to participate in the work of salvation that you do. We thank you and honor you for that. May your Spirit empower us today to be able to obey this command and participate in it. In your holy name we pray. Amen. Եկեք շարունակենք պաշտամունքը երկելով
հաջորդ երգը, երգ թիվ 430, հետևե ինձի։ Չորսայրուր երեսուն բաստարին վրանալ կտեսնեք։ Մարդոց որսոր Մարդոց որսոր հետևե ինձի դեր գանչե եկուր ինձի դեր գանչե եկուր ինձի քեզ վիդհաչեցնե Քեզ վիդհաչեցնե դեր գանչե եկուր ինձի Ամեն Ամեն Մինչ եղանակ մը կնվագվի պատրաստենք մեր սիրո նվերները Ով դեր շնորհակալ ենք ու բարիքներուդ համար, շնորհակալ ենք, որ թուն դվող Աստված ես, շնորհակալ ենք, որ որդիդ չխնայեցիր նույնիսկ մեզի համար դվիր, որ փրկվենք։ Ուզենք հատնույն հոգին ունենալ եւ միտքը դալու եւ անոր համար է, որ այսօր ասմեր խոնար լումաները կբերենք քեզ ով դեր։ Ընդունիր ասմեր դվածը, թող որ մասնակից դառնա ասմեր դվածը քու թակավորությանը տարածման համար, փրկության կորձին համար, օրհնե դվողները եւ լումաները։ Քու անվանդ բարքին համար կխնդրենք այս ամենը։ Ամեն։ Նախքան հայտարարությունները գուզեմ բզդիկ բանի անդրադառնալ, որ վստահ բոլորիս ասրդին եւ մտքին մեջն է մեր հայրենիքի Հայաստանի իրավիճակի մասին։ Ես կգարձեմ երկնային դժմարտություններ կան, որ մեզ կհայտնվին այս դեպքերուն մեջ են։ Իմ փափակս է եւ խնդրանքս է, որ մենք իբրև եկեղեցի, իբրև անհատներ չթրքորոշվենք այս կամ այն խումբին հետ, այլ մնանք հավատարիմ Աստծո խոսքին։ Աղոթենք, որ Աստված մեզի ճիշտ ուղղության արդարության մեջ տնե։ Եթե սխալ ջամփու մեջ ենք, Աստված պիտի հանդիմանե
եւ պիտի բաժե նույնիսկ։ Եվ Աստծո այդ արարքը մեզի յետ իր ջամփուն մեջ տնելու համար է։ Պիտի խնդրեմ, որ ձեր աղոթներու մեջ հիշեք, որ մենք իբրև հայ ժողովուրդ մանավանդ այս օրերուն ամենեն առաջ ծնգաճոք խոստովանենք մեր մեղքերը Աստծո առջև։ Եվ խնդրենք Աստծմե, որ ողորմի մեզի ամենեն առաջ։ Երկրորդ, խնդրենք Աստծմե, որ մեր մեջը այդ սիրո եւ հաշտության հոգին վերանորոգի։ Ամենք սալ մեղավոր ենք, ամենք սալ անգադար ենք։ Եվ կխնդրեմ նաև, որ ձեր աղոթներու մեջ հիշեք, որ Աստված ոչ թե միայն մեր ժողովրդին, այլ մեր եղերական տասինալ այցել է իր հոգիով, ես ալ մեջը լալովս բոլորս ալ, եւ մեզի դա Քրիստոսին միտքը, որ մենք ըլանք խոնար եւ գրնանք ծառայել իրեն։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության, վստահ եմ, որ բոլորը դալ աս եկող շաբաթներում մեջ ապաշխարության հոգիով գաղութեք այս նյութի մասին։ Անցնենք հայտարարություններում։ Մեր չորեքշաբթի օրվա Սուրբ Գրքի սերտողությունները կշարունակենք, բայց ունենք այս ամառվա ընթացքին 5 թվականներ, եջնամագին իմեյլի մեջ գրված է, Եկող չորեքշաբթի ունենք եւ մեզի հետ պիտի լա վերաբադվելի Վաչե Էկմեկջյանը եւ իր դիգինը Լենան, իրենք պիտի առաջնորդեն Սուրբ Գրքի սերտողությունը, բոլորը հրավիրված եք, պիտի գասեցնենք մեկ շաբաթով Եփեսացիս գրքի սերտողությունը եւ իրենց մտիկ պիտի ինենք, իրենց հետ սերտողություն պիտի ինենք։ Այնգե վերջ պիտի շարունակենք մեր Սուրբ Գրքի սերտողությունը թվականները դված էի մեր սերտողության ադեն կրնամ հիմա նորեն գրտնել Քարշապատ հուլիս 2-ն է, հուլիս 9, հուլիս 30, օգոստոս 20 եւ 27-ը վերջը գրնակ գրել կամ իմեյլեն ստուգել։ Ուրախ եմ նաեւ, որ մեր դղամարդիկ ուզեն Սուրբ Գիրքի սերտողության եւ նախաճաշի արիթ ունենանք։ Ուրեմն ուրախությամբ կսեմ, որ ամիսը մեկ անգամ շաբթվան ամսվան ներողություն առաջին շաբաթ օրը պիտի հավաքվենք ժամի 9-ին եկեղեցվո մեջ, որպես իգրնանք իրարու հետ ջաշ հաց կդրել, ինչպես որ Աստվածաշունչը գսե, եւ Աստծո խոսքը սերդել։ Առաջինը պիտի լա հուլիս 5-ին շաբաթ օրը ժամը 9-ին պիտի խնդրեմ դարիքի հարց չկա անոնք որոնք դղամարդիկ են գրնան ներգալալ, պիտի խնդրեմ անոնք որոնք կփապակին ներգալալ, այսօրվնե դեղյակ բային որպես գիտնանք որքան նախաճաշ պիտի պատրաստենք, 5 հոգի թե 50 հոգի։ Մեր սիրելի Անտիպասը եւ Ժիրայրը պատրաստ են ցեզմե ծերանունները առնելու, գրնակ իրենց թիմել հիմա, որպեսզի իրենք գիտնան քանի հոգի համար նախաճաշ պիտի պատրաստեն։ Բարդանք Աստծո, որ այս պապակը տրված է մեր եկեղեցու դողոմարտոց մեջ, ինչպես գիներեն օրինակարին կերևի եւ գուզենք հետևիլ Աստծո խոսքին սերտողության եւ միապանության մեջ ունենալ։ Հուլիս 7-ի 11-ը գիտեք արդեն VBS-ը լեցունենք, Պարկտիրոջ դեղչունենք ավելորդ աշակերտներ ընդունելու այս տարի, օգոստոս 10-16-ալ ունենք կամպ արևելքը, որ Նյու Յորքի մեջ պիտի վադահի, եւ դակավին բաց է արձանագրության համար անոնք որոնք կփապակին իրենց զավակները 10 տարեկան են, մինչեւ 16-ը, եթե չսխալիմ, կրնակ արձանագրել։ Սեպտեմբեր 19-ին 21-ալ դիկնած համակումար կա Նյու Ջերսիի մեջ, գիտեմ, որ մեր եկեղեցին դիգիներ կփապակին երթալ, դիմեցեք հոգապարծության կամ դիկնած հանձնախումբեն ոյմեկ անցնի։ Եվ վերջապես շատ հավանաբար, ինչպես ասի, դակավին օրը չենք որոշած, բայց սեպտեմբեր ամսվան վերջին շաբաթը կամ հոկտեմբերին սկիզբը պիտի ունենանք մեր եկեղեցվո դարեգան համակումարը, ընտանեկան համակումարը, պիտի խնդրեմ բոլորդ այդ տվականը ազատ պահեք, որպեսզի մասնակցենք իրարու հետ եւ գրնանք ընտանեկան լավ եկեղեցական հոգեվոր մթնոլորտ անցնել։ Հիմա ոդնգայս եկեք ավարտենք այսօրվա պաշտամունքը երկելով դերունական աղոթքը։
Զիքո է արքայություն և զորություն և փառք Դավիթյանս Ավիդենից։ Հիմա դերը օրհնե և բահեց ես, դերը իր երեսը բայձարացնե ձեր վրան և ողորմի ձեզի, դերը իր երեսը դարձնե ձեր կողմը և խաղաղություն տա ձեզի։ And now the love of God and the grace of our Lord Jesus Christ and the fellowship of His Spirit be with us all, to participate in the work of salvation and bring glory and honor to Him. In His holy name we pray. Amen.